Ողջույն, դուք դիտում եք ֆինանսական բանականության 8-րդ էպիզոդը, որի ընթացքում խոսենք Հայաստանի տնտեսական վիճակի, բիզնես միջավայրի եւ ՓՄԶ-ներին առնչվող ինչպես մարտահրավերների, այնպես էլ հնարավորությունների մասին, եւ այսօր նաեւ ունենք հյուր ՎԶԵՊ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, Հովսեփ ջան, բարի գալուստ։ Շնորհակալություն։ Եվ միանգամից որպեսզի պարզ լինի, մի փոքր այսպես հեշտ բառերով ձեր կազմակերպության գործունեության նպատակների մասին։ ՎԶԵՊ Հայաստանի ներդրումային խորհուրդը փորձագիտական թիմ է, որը աջակցություն է իրականացնում իրավաբանական եւ տնտեսական գծով կառավարության համար։ Մենք աշխատում ենք պետություն մասնավոր երկխոսության ձևաչափով, փոխվարչապետի գլխավորությամբ գոյություն ունի ՓՄԶ պետություն մասնավոր երկխոսության հարթակ, որի անդամներ են 11 ասոցիացիաներ, ընդհանուր առմամբ ներկայացնում են մոտ 17000 բիզնեսի շահեր, եւ խնդիրները այստեղից քարտեզագրվում են, այնուհետեւ մեր փորձագիտական թիմը աշխատելով փոխվարչապետի գրասենյակի հետ եւ էկոնոմիկայի նախարարության հետ աջակցում է, որպեսզի այդ խնդիրների մասով իրավաբանական վերլուծություն արվի, իրավական վերլուծություն արվի, տնտեսական վերլուծություն արվի եւ օրենսդրական փոփոխությունների փաթեթները մշակվեն եւ փոխանցվեն համապատասխան գործընկերներին։ Այս ձևաչափով ունեցել ենք մոտ 45 ռեֆորմ վերջին 2 տարվա ընթացքում արված եւ փորձում ենք նաեւ հետադարձ կապով հասկանալ որքանով են այդ ռեֆորմները գետնի վրա օգտակար բիզնեսի համար։ Մի փոքր էլ իմ պատկերացումը պատմեմ ձեր գործունեության վերաբերյալ, այսպես ավելի պարզ հավաքում եք խնդիրներ, որոնց բախվում է ՓՄԶ ոլորտը, փորձում եք հասկանալ դրանց էությունը, մշակում եք ինչ-որ լուծումներ տարբեր մարմինների հետ փոխհամագործակցելով եւ առաջարկում եք օրենսդրական նախագծեր, շատ դեպքերում դրանցով խնդիրներ են լուծվում, շատ դեպքերում դրանցով ինչ-որ աջակցության ծրագրեր կամ արտոնություններ են սահմանվում։ Այո, ուղղակի խնդիրների հավաքագրման մեխանիկան այստեղ շատ կարևոր է, որովհետև դեպքեր են լինում, երբ այդ խնդիրները հավաքագրվում են ուղղակի փակ սենյակներում, բայց մեր պարագայում այդ խնդիրները հավաքագրվում են հենց ասոցիացիաների կողմից, որոնք իրենց հերթին հավաքագրում են բիզնես անդամներին։ Այսինքն այն ձևաչափը, որը ստեղծվել է պետություն մասնավոր երկխոսության, որտեղ ներկայացված են 11 ասոցիացիա, այդ ձևաչափը մեզ օգնում է, որպեսզի գետնի վրա խնդիրներին ավելի ծանոթ լինենք versus այն տարբերակի, երբ նստում ենք եւ ընդհանուր տեսական հետազոտություն ենք անում եւ այդ տեսական հետազոտության շրջանակում որոշակի խնդիրներ ենք հայտնել։ Ես ավելացնեմ, որ մենք ոնց որ անցած տարվա վերջ չէ, ունենք նաև հիմնադրամ, այդ հիմնադրամով ոնց որ անդամակցել ենք խորհրդին։ Ու ինչն է լավ, որ կան տարբեր ասոցիացիաներ, ամեն մեկը ունի իր, չգիտեմ, շահառուների խումբը ու սպეციფიկ խնդիրները, որ այդ առնչվում են, ու մարդիկ ռեալ գետնի վրա աշխատող ինչ որ խնդիրներ են փորձում լուծեն, տեսնում են, որ չի ստացվում, այդ խնդիրները հավաքագրում են, նկարագրում են, հետո քվեարկություն է լինում պրիորիտետներ որոշելու ու ինչ որ լուծումներ են նախագծում բանանում, տենց ձևակերպում, աշխատում տարբեր կառույցների հետ, հետո սկսվում է արդեն մեծ քաղաքականությունը, միջով այդ դառնում է իրականություն։ Իրականում շատ հավես ֆորմատ է, որ դու զգում ես, որ կարողանում ես ինչ-որ քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, ինչ-որ մի բան մի հատ խնդիր լուծես, գլոբալ առումով շատ լավ է, որ կա տենց նախաձեռնություն ու կա հնարավորություն, որ բիզնեսը թեկուզ միջնորդավորված կամ ուղիղ նայ, որովհետեւ շատ դեպքերում ինչքանից հասկացել եմ, բիզնեսը կարողանում է գա ինքն է, չէ, իր խնդիրը ներկայացնի, ճիշտ եմ հասկանում, ասոցիացիայի միջոցով։ Գա ներկայացնի ու բացատրի, թե ոնց որ ինչն է իրականում խնդրեմը, որտեղ շատ դեպքերում ինչ-որ բան է, որ օրենք նախագծվում, կան լիքը մասնավոր դեպքեր, որը իրականում հնարավոր չի կամ պետք է առելի մեծ ջանքեր, որ բոլոր հավանական տարբերակները հաշվի առնես ու լուծումներ տաս, ու երբ որ սկսում է դա կիրառվել, տեղում երևում է իր բացերը ու շատ կարևոր է, որ դա արագ այդ բացերը շտկվեն։ Հիմա ստացվում է, որ այդ ձևաչափում նաև բիզնեսից շատ ֆիդբեքեր եք ստանում։ Եթե այդ ամբողջը խտացնենք, ընդհանուր ինչ իրավիճակ ունենք հիմա Հայաստանում բիզնես միջավայրի հետ կապված։ Շատ ընդհանուր հարց եմ տալիս, բայց բիզնեսի համար առողջ լավ միջավայր, զարգացող միջավայր ձևավորելու համար պետք է կանխատեսելիություն։ Գեոպոլիտիկային պայմաններում, որ մենք ենք ապրում ու առհասարակ աշխարհը, երբ որ դրա հետ
մեկտեղ ունենում է շատ արագ փոփոխվող օրենսդրություն, բիզնեսի համար բավականին անորոշակի իրավիճակ է ստեղծվում եւ շատ դժվար է որոշակի բաներ պլանավորել, ներդրումներ գծել, ներդրումներ ներգրավել, երբ որ այս հաճախականությամբ օրենսդրություն է փոխվում, որ պատկերացնեք, օրինակ, եթե մտնեք draft համակարգ, պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների կողմից նախաձեռնված փոփոխությունների քանակը կարող է 200-ը գերազանցել։ Հիմա պատկերացրեք, որ այս ամեն նախաձեռնություն բիզնեսը, ենթադրենք, եթե բիզնեսը, որը ունի նաև legal unit, հա, որը այս ամենը նայում է, քննարկում է, փորձում է վերլուծել, պատկերացրեք, այդ legal unit-ը ինչքան մեծ պետք է լինի, որ այս բոլոր նախաձեռնությունների մասով իրանք ծանոթանան, ոչ միայն ծանոթանան, նաև կարծիք ձևավորեն, ներկայացնեն այս կարծիքը տարբեր խողովակներով։ Այս առումով կարծում եմ մի փոքր կանխատեսելիության գծով մենք աշխատանք ունենք տանելու։ Ու այս առումով բիզնես միջավայրից խոսելով մի շարք կարևոր նախաձեռնություններ են կարողացել առաջ տանել, որոնք վերաբերում են արտադրողականությանը։ Երբ նայում ենք Հայաստանի պատկերը այլ երկրների հետ, մենք բավականին զիջում ենք արտադրողականությամբ այլ երկրներին, ու վերլուծելուց հետո հասկացանք, որ մի քանի կոմպոնենտ կա արտադրողականությունը բարձրացնելու, առաջինը նոր սարքավորումներ եւ թարմ սարքավորումների կարիք ունի բիզնեսը եւ այն տոկոսադրույքները, որոնք գործում են բանկերում, գործին չեն օգնում։ Միջինում տոկոսադրույքը տատանվում էր 12-ից 14%։ Մյուս կողմից խնդիր կար բարձրակարգ մասնագետների ներգրավման առումով, որովհետև իրենք են, որ խորհրդատվություն պետք է տան, թե ինչպես դու քո արտադրությունը կազմակերպես, որպեսզի ունենաս ավելի բարձր արտադրողականություն, եւ մի շարք այլ ուղղություններ, որոնք վերաբերում են սերտիֆիկացմանը, ավելի շատ պրոմոներին, արտադրանքի եւ այլն, այլ երկրներում։ Ու այս առումով առաջինը, որ արեցինք, տնտեսության արտիականացման ծրագրի կոմպոնենտն էր, որը դեռ կովիդյան տարում ընդունվեց 2020 թվականին, որով սարքավորումներ գնելիս բիզնեսը կարող է սուբսիդավորված վարկեր ստանալ բանկից ու փաստացի տոկոսադրույքը, որ բիզնեսը վճարում է, այս ծրագրի շրջանակում ստացվում է 0-ից 2-3%, հա, մինչև 4%։ Նույնը կարող է անել ոչ միայն վարկով, այլ լիզինգով։ Երկրորդը բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագիրներ, որով եթե բիզնեսը ներգրավում է բարձրակարգ մասնագետների արտերկրից, կարողանում է ունենալ 10-ից մինչև 50% փոխհատուցում իր աշխատավարձի, ու դա ոչ թե 1-2 ամսվա մասին է խոսքը, այլ 3 տարի անընդմեջ կարող է ունենալ։ Այստեղ մի շատ կարևոր կոմպոնենտ էլի ավելացրեցինք, որ եթե նման մասնագետը դասավանդում է նաև համալսարաններում, այսինքն այդ գիտելիքը, որ բերել է, ոչ միայն բիզնեսին է օգտակար լինում, այլ նաև գիտելիքը մնայուն արժեք է, որպես ձևավորվում համալսարանում, այս պարագայում համալսարանը եւս կարող է աշխատավարձի սուբսիդավորում ստանալ տվյալ մասնագետի մասով։ Ու երբ որ մոնիտորինգ ենք անում, մոտավոր պատկերը արդեն հասկանում ենք ինչքան կարևոր էին այս երկու ծրագրի։ Սարքավորումների մասով 3500-ից մինչև 4000 ընկերություն 1.5-2 տարվա ընթացքում դիմեցին, ու ընդհանուր արել են մոտ $900 միլիոն ներդրում։ Լիզինգային պորտֆելը բավականին մեծացել է սրա շրջանակում, նաև բանկեր ու լիզինգային ընկերություններ են հայտնվել, որոնք իրանց մոտ պրոդուկտ են որպես առանձին ստեղծել եւ զարգացրել լիզինգային պրոդուկտը։ Իսկ բարձր որակավորում ունեցող մասնագետների մասով մոտ 550 նման մասնագետ Հայաստան են տեղափոխվել։ Ունենք նաև ընկերություններ, որոնք միայն այս ծրագրի պատճառով տեղափոխվել են Հայաստան։ Դրանցից ամենահայտնին Boston Gin ընկերությունը, որը ամերիկյան մեծ ընկերություն է, որը տեղափոխել է իր ամբողջ ստաֆը այստեղ, այսինքն Երևանը կարելի է համարել, որ headquarters է դարձել ընկերության համար, որովհետև մոտ 200-ից 300 աշխատակից այսօր այստեղ աշխատում են ու AI-based solution-ներ են մշակում քաղցկեղի կանխարգելման համար։ Այսինքն այս ծրագրերի շրջանակում օրինակ նաև մենք մոնիտոր արեցինք, որ հասկանանք մեր թիրախ, այսինքն արտադրողականությունը ինչքանով է աճել բիզնեսի, մոտ 30-ից 40% այն շահառուները, որ օգտվել են այս ծրագրից, արտադրողականության աճ ունեցել։ Ես բայց մի բան ասեմ, էլի նայ, ոնց որ դու պատմում ես տենց լիքը հաջող հավես դեպքեր այդ պետական աջակցությամբ, բայց ես մի քանի հատ խնդիր եմ այդտեղ տեսնում, որ մենք տենց երևի պետքա լուծենք, էլի։
Մեկը նա որ ցավոք սրտի լիքը մարդ որ կարող էր այնուամենայնիվ շահառու լինել այդ ծրագրերից, իրանք տեղյակ չեն այդ ծրագրերի մասին կամ գիտես ոնց որ ինչ-որ մի հատ բարդ բան է, որը տենց հասանելի է ինչ-որ հատուկ ընտրյալների համար ու տենց հեռու են մնում։ Երկրորդ խնդիրը այնա, որ մենք այս հաջողված դեպքերի մասին պետք է ավելի շատ խոսանք, բանենք, որովհետև ինչ եմ ես տեսել, հա, որպես տենց մարդ, որը օրինակ գյուղատնտեսության մասին խոսամ, էլի տենց ոլորտի հետ առանձնակի մեծ կապ չունեմ։ Ես մամուլով տեսել եմ հակառակը, ինչ որ լիքը դեպքեր, երբ որ մարդիկ չեն պատկերացրել ծրագիրը, ասենք օրինակ չգիտեմ, ինչ որ գլխաքանակ են գնել ոչխարները, հետո չեն կարողացել պահեն կամ արտադրողականությունն անգե կամ հետո վերացրել են ու Պարզում որ ինքը պետք է շահանակական լիներ, որ այդ աջակցությունից օգտվեր, հիմա չի օգտվել կամ օգտվել է, հետո հետ են ուզում ստանան, ու այդ նեգատիվ ֆոնի վրա ռեպորտաժները ահավոր շատ են, ու դե հասկանում ենք, դե հա նաև քաղաքական ոնց որ բան, որ տենց դրանք չեն աշխատում, թիրախային չեն, չարաշահումներ են եւ այլն, բայց այդ նեգատիվը շատ է, բայց հաջողված դեպքերը քիչ են ու այստեղ ունենք խնդիր։ Բիզնեսը ինքը ինչպես է ընդունում այս նոր հնարավորությունները ու ինչքանով է պատրաստ ընդառաջ գնալ այդ փոփոխություններին, որովհետև շատ հաճախ նաև նույն այդ վատ ֆոնի վրա ներկայացում են, որ մեր բիզնեսներից շատերը իրենք պատրաստ չեն նոր բաներ վերցնել, փոփոխությունների գնալ կամ իրենց այսպես ընդունված աշխատելավոճը փոփոխության ենթարկել։ Խորը խնդիր է, իրականում ես համաձայն եմ քեզ հետ։ Ես կարող եմ ասել, որ այս պահին, եթե նայենք հայաստանյան բիզնես աջակցության ծրագրերին, մենք ունենք թվով մոտ 47 բիզնես աջակցության ծրագիր։ Եթե դու միջին վիճակագրական բիզնեսին ասես, որ գիտես, Հայաստանում կա 47 աջակցության ծրագիր, ասի ձեռը կառն, ես տեղյակ չեմ։ Այդ գալիս է երկու խնդրից։ Առաջինը, որ բիզնես աջակցության ծրագրերը շատ հաճախ լինում են բավականին բարդ դիմելու համար։ Ու երկրորդը իրազեկման տեսանկյունից, հա, իրազեկումը գիտեք ոնց հնարավոր է արվի այդպես ընդհանուր, հա, ինտերվյու արեցինք, չգիտեմ, խոսեցինք կամ հոլովակ նկարեցինք, բայց մեր փորձը ցույց է տվել, որ ամենաէֆեկտիվ աշխատող մեխանիկան հենց դեմարտեմ հանդիպումներն են բիզնեսի հետ, դա կլինի համայնքի կողմից կազմակերպված կամ տարբեր կառույցների կողմից կազմակերպված։ Այս առաջին մասով, քանի որ մեր աջակցության ծրագրերը, որ մենք նախագծել ենք ամեն դեպքում, օրինակ գյուղատնտեսության բլոկով մենք չենք աշխատել, բայց ես կարող եմ ասել նույն տնտեսության արտադրական ծրագրի մասով, քանի որ ամբողջը իրականացվում է բանկերի կողմից, իմպլեմենտացիան միակ բանը, որ բիզնեսը պետք է անի, գնա բանկ։ Գնա բանկ, ասի, ես ուզում եմ գործող բիզնեսը, ուզում եմ սարքավորում գնել, որևէ այլ գործի հետ ինքը առնչություն չի ունենում։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների մասով ընդհանրապես պետք է մեյլին ուղարկել տվյալ մասնագետի տվյալները, պասպորտ, եթե 400 համալսարանի շրջանավարտի դիպլոմ ու դիմում, որը շատ կարճ է, հա, 1 էջանոց դիմում է։ Մեկ այլ աջակցության ծրագիր կա, որ էլի մշակել ենք արտադրության ոլորտում անփորձ աշխատողների ներգրավման մասով կամ Արցախից բռնի տեղահանված անձանց մասով։ Այդտեղ եւս իմաստն է, որ եթե դու նման մասնագետ ես ներգրավում, իր աշխատավարձի 20%-ը պետությունը քեզ վերադարձնի։ Այստեղ էլ երբ բիզնեսը դիմում է, 282-րդ ձև է, ընդհանրապես լրացնում է անունազգանունը, մասնագետի սոցքարտի համարը եւ վերջ, այսինքն որևէ այլ գործողություն չի անում։ Եվ երբ որ ժամանակը գալիս է արդեն 3 աշխատանքային օրվա ընթացքում բանկային հաշվին իր փոխհատուցումը ստանում է։ Այս մեխանիկաները շատ կարեւոր են։ Երբ որ աջակցության ծրագրերը նախագծվում են հեշտ, բիզնեսի համար ընկալելի ու չի պահանջում բավականին մեծ ծավալի հաշվետվողականություն, որովհետև ամեն ինչը ավտոմատացված է, հա, այն ինֆորմացիան ստուգելու համար, որ պետական մարմիններին պետք է, իրենք դա կարող են տեսնել։ Այս պարագայում այդ ծրագրերը աշխատում են։ Մի հատ բան ասեմ, էլի նա այդտեղ օրինակ դες նույն մասնագետների որ ասում ես, չէ՞, մեր ընկերը համասանից մեկի տնօրենն է մասնաճյուղերից ու իրանք նորից ոնց որ դրսից այդ չգիտեմ top 500 համասանից 400 չեմ հիշում, դրանց դասախոսներ են վարձում, ու ես մեր զրույցն եմ հիշում, դες ասում եմ կփոխհատուցեն, չէ՞, ասում դե հա, ասում եմ, բայց կարող է ինչ-որ թող բան տենց կիսատ են կարե բան ես կոմենկում, այսինքն այդ զգացողությունը, որ կարող է վերջում մի հատ ինչ-որ
չգիտեմ, փաստաթուղթ ուշ ենք տվել, շուտ ենք տվել, դրա արդյունքում չօգտվել, ինքը կա ու դա լուրջ խնդիր է։ Ինքը, չգիտեմ, հոգեբանական է, ոչ գործընկերային է, բանկ այսքան պետությանը չեն կալվում գործընկեր, որ եթե նույնիսկ դու ինչ-որ մի բան սխալ ես արել, քեզ հնարավորություն կտան գնաս ճշտես, դու օգտվես, ոչ թե դա կօգտագործի, որպես պատրվակ զրկելու քեզ այդ արտոնությունից ու քո սաղ պլանները քանդվում է, էլի։ Այդ կա։ Ինձ թվում է այդ հարցը ինչ որ չափով նախապատմություն նաև ունի, որովհետև երբ որ նայում ենք պատմականորեն աջակցության ծրագրերը բոլորը որ նախագծվել են, դրանց շրջանակներում որոշակի փոխհատուցում ստանալը ենթադրել է բավականին շատ թղթաբանություն ու շատ են եղել դեպքեր, որոնք թղթաբանություն եղել է, բայց վերջում փոխհատուցումը չի եղել, բայց ամեն դեպքում երբ նայում ես այն աջակցության ծրագրերը, որոնք օրինակ մեր ֆորմատով մշակվել են ու որոնք արդեն հաստատվել են ու բիզնեսը օգտվում է, հայաստանյան իրականությունում, երբ որ ինստիտուտների զարգացումը այդքան էլ ուժեղ չէ, ինչ մեխանիկա է գործում։ Նայում են օրինակ մի բիզնեսը սա արեց, այս process-ով անցավ, ինչ որ հեշտ էր ու ամեն ինչը լավ անցավ, ստացավ այդ փոխհատուցումը, ստացավ սուբսիդավորված վարկը, մյուսն էլ է դիմում, ասում են ընկերոջ մյուսն էլ է անում, հետո մյուսը։ Երբ որ վատ նախադեպ է ստեղծվում ինչ-որ մեկի մոտ, այդ նույն ձևի տարածվում է շղթայով, հա։ Դրա համար օրինակ որ նայում ես վատը 10 անգամ ավելի շատ ավելի արագ, բայց հիմա որ նայում ես նույն պորտֆելը տնտեսական արտիականացման ծրագրի 2-ից 3 տարում 4-5 անգամ մեծացել է։ Ու նայում ես այդ շատ հետաքրքիր է, հա, էքսպոնենցիալ այդ աճը ընկերությունների, որոնք դիմում են։ Որովհետև 1, 2, 3 անգամ որ նախադեպեր դրական ստեղծում են, հետո ավելի հեշտ է լինում, բայց մենք այստեղ մի քիչ ավելի տենց ինստիտուցիոնալ հարց ունենք նաև, բայց որ գնաս մարզերում այդ անվստահությունը էլ ավելի մեծ է, որովհետև նախ կա նաև որոշակի չափով գիտելիքի պակաս, որպեսզի ավելի լավ պատկերացնեն այդ process-ները ոնց են անցնում, կամ շատ դեպքերում երբ ասում ես մեյլին պետք է ուղարկել, այն մոտ տենց դեպքեր են եղել, մեծ ընկերություն է մարզում, բայց օրինակ հա տնօրենը կամ տնօրենը մեյլ չունի կամ էքսպորտի պատասխանատու չկա, որ այդ մասով եթե հարցեր լինեն իրար հետ քննարկեն։ Այս հարցերը բաց են։ Բայց նաև այս հարցերի լուծման համար կարևոր է որ մարզային ներկայացվածություն լինի պետության տեսանկյունից ոչ միայն համանքապետարանների մակարդակում, այլ ժամանակ օրինակ կային ՓՄԶ զարգացման աջակցության կենտրոններ, ՓՄԶ ԶԱԳ-ի ներկայացությունները որտեղ բիզնեսը մարզային կարող էր գնալ եւ իր խնդիրները ներկայացնել, ծանոթանալ աջակցության ծրագրերի եւ այլն։ Այս նույն փոփոխությունները, հա, մենք օրինակ շատ ենք գնում մարզեր, բայց մեր նախաձեռնությամբ որպես փորձագիտական թիմ։ Երբ մենք հանդիպում ենք այնտեղի բիզնեսների հետ ու ասում ենք, որ նման օրենսդրական փոփոխություններ կան, փորձում ենք բացատրել եւ այլն, մենք զգում ենք ինչքան իրանք դրա կարիքը ունեն, որովհետեւ իրանք այս ամենի մասին TV-ով, ինտերվյուների միջոցով ամբողջական չեն պատկերացնի։ Այդ ամբողջական չեն պատկերացնի նաև Facebook-յան ինչ-որ պոստերի կամ նկարագրությունների միջոցով, իրանց հետ պետք է նստել, իրանց հարցերին պատասխանել, իրանց մտահոգությունները հասկանալ ու թարգմանել իրավական լեզուն իրանց առօրյա լեզվին։ Հատկապես այն պայմաններում, երբ մենք սրանել ենք օրինակ բախվել, որ մարզերում շատ բիզնեսների հետ խոսելիս մեկ էլ լսում ենք, ասում ենք, բայց մեր հաշվապահը այդպես չի ասել։ Պարզվում է, որ հաշվապահների խնդիր էլ կա, հա, հաշվապահներին կրթելու մարզերում։ Իդեպ շատ լավ պահ է անոնս անելու առաջիկա ձեր մարզային հանդիպումները։ Մարզային հանդիպումները մեզ մոտ կլինեն, կսկսվեն ապրիլի 1-ից, ապրիլի 1-ին ու 3-ին լինելու ենք Հրազդանում աշտարակում, 16-ից 19-ը Գյումրի Վանաձորի Ջևան, ու այս ֆորմատով ամեն տարի ենք իրականում անում, հավաքագրում ենք տեղի բիզնեսներին, ներկայացնում ենք մի շարք աջակցության ծրագրեր, որոնց դրական փոփոխություններ, որ արվել են մեր ֆորմատով, բայց նաև այս պարագայում կոնկրետ այս դեպքում ներկայացնելու ենք նաև շրջանառության հարկի վերջին փոփոխությունները, որոնք արվել են, հատկապես ծախսագրման հատվածը եւ փաստաթղթավորման հատվածը, որովհետեւ շատ դեպքերում սա ամբողջությամբ նոր հատված է լինելու արտադրությամբ զբաղվող բիզնեսների համար եւ նաեւ հավաքագրելու ենք ինչ խնդիրներ ունեն, որովհետեւ մեր առօրյայում իհարկե մենք ունենք տարբեր կառույցներ, որոնք ներկայացված են մարզերում, բայց քանի որ դրանք քիչ են ու ոչ բոլոր մարզերում են ներկայացված, կարեւոր է որ
այնտեղի խնդիրները եւս կան եւ խորհրդի օրակարգում ներառվեն։ Իմիջիալից ասեմ, որ այս շրջանառության հարկես ծախսագրման սխեման կա, անկեղծ եմ ասում, երևի ավելի բարդ է, քան շահութ հարկը, թեպետ իր իմաստն որ պետք է հեշտ լինի, որովհետև շահութ հարկը գոնե հասկանաս, էլի բիզնես ծախսը, այնտեղ բացառություններ կա, վсё ոնց որ օքեյ է, կարաս ծախսագրես, հիմա կարող է սխալ դասակարգես, այստեղ նաև ծախսի բնույթը պետք է դասակարգես մի հատ իրացմանա թե վարչականա եւ այլն, հետո մի հատ է հասկանաս, թե դա կարաս բանաս, թե չէ, ուտեղ այդ սահմանը այս ծախսը ինչին է վերաբերում, էլի շատ դժվար է։ Օրինակ այն օրը մերոնք քննարկում են, տենց բան կա, էլի ասենք օրինակ չգիտեմ, մեքենաների բան ինչ որ յուղ փոխել, կալոտկա փոխել, բան, այսինքն դրանք ոնց որ ասում է հիմնական միջոցի վրա կատարվող ծախսի, մա դա վրա է թե վրա չի, բան, տենց էլի որ սարսափելի է։ Նաև իրացման ծախսերը, որոնք են հարմարում իրացման ծախսերը։ Բան կա, հաշվապահական խմբեր կա, տենց օր չկա, որ մի 10 հոգի չգրի ժողովուրդ, այս ինչ բան է, իրացման ծախսա թե չէ։ Ընդհանուր բիզնեսի համար այդ ինֆորմացիան պետք է շատ հստակ լինի։ Երբ որ պրոցեդուրալ մասով, ոնց որ վերադառնում ենք անդադ այս խնդրին, հա, պրոցեդուրալ մասով կլինի դա բիզնես աջակցության ծրագիր, կլինի դա օրենսդրական փոփոխություն, եթե պարզ չի, իր համար այդ մասով խնդիրներ են առաջանում։ Իսկ այստեղ շատ կարևոր է իրազեկման կոմպոնենտը։ Հիմա մենք վերջին մեր օրինակ մեկ այլ փոփոխություն, որ արեցինք, առևտրային ցանցերի եւ մատակարարների միջև վճարային պարտավորությունների մասով օրենքում սահմանեցինք, որ պարենային ապրանքների համար 30 օրվա ընթացքում առևտրային ցանցը պետք է վճարի, ոչ պարենայինի համար 60 օրվա ընթացքում, եւ եթե որոշ ժամանակ ուշացնում է, այնտեղ կանոններ կան, կարող է ՄՊՀ-ն համարել դա գերիշխող դիրքի չարաշահում առևտրային ցանցի կողմից եւ տուգանել մինչեւ 10%-ի չափով։ Ու երբ որ բիզնեսի հետ խոսում ենք, օրինակ մեզ ինչ են ասում է որ պարագայում ՄՊՀ-ն կմտնի, հա, ու այդ ստուգումը կանի։ Իսկ այդ դեպքերը երկուսն են, կամ սեփական նախաձեռնությամբ, կամ պետք է բողոք լինի։ Ու բիզնեսը ինչ է ասում է, եթե ես բողոքեմ, ինձ կթիրախավորեն, առևտրային ցանցել հետս չի աշխատի եւ այլն։ Մինչդեռ երբ որ օրինակ ՄՊՀ-ի հետ խոսում ես, թե վարչական վարույթը ոնց է ինքը իրականացնում, ասում է ես բողոք երբ որ ստանում եմ, օրինակ, հա, ինձ դիմելա ճիր արտադրող, ասում է ես վճարներս չեմ ստանում։ Ասում է ես չեմ դիմում կոնկրետ X առևտրային ցանց, ասեմ հենց Իրանը տուր։ Ես ասում եմ բոլոր ճիր արտադրողների ինվոյսները տուր, որպեսզի չթիրախավորի։ Բայց օրինակ այս ինֆորմացիայի պակասը, որ ոնց է դա արվում, ինչ է արվում, որ դուք չեք թիրախավորում, այս բացը կա։ Մենք այն օրը նայում ենք օրինակ այս նույն ֆորմատով, երբ սկսեցինք այս թեմայի վիրազեկումը ավելի ինտենսիվացնել, թե ինչ ձևաչափով է այդ ամեն ինչը արվում, որ ձեզ չեն թիրախավորելու, որ դուք սրա հետևանքով առևտրային ցանցից դուրս չեք մնա, մենք տեսանք, որ բողոքների քանակը շատ ավելի շատացավ, եւ այս պահի դրությամբ մոտ 15 վարչական վարույթ արդեն նախաձեռնել է ՄՊՀ-ն։ Այս նույնը գյուղատնտեսական ապրանքներին էր վերաբերում, հա, կոնյակագործական ընկերությունները, գինեգործները, գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներից, խաղողագործներից, երբ հավաքագրումը անում էին, բավական երկար մեր ուսումնասիրություններով մոտ 1 տարի դեպքեր է լինում, որ չեն վճարում։ Հիմա պետք է վճարեն 30 օրվա ընթացքում ու երբ այս թեման բացվեց, էլի որ նկարագրեցինք, որ սխեման այսպես է, մարդիկ սկսեցին շատ ավելի շատ դիմել։ Ու էլի նայում էի 38-ից ավել վարչական վարույթ կա այդ թեմայով արդեն։ Իմիջիալ այդ ռեֆորմը իրականում շատ լավն է, իր բանը պոզիտիվ այդքան շատ չի խոսվում ու բանանում, բայց ինքը իրականում շատ լավն է։ Բայց կա նաև ծուր ընկալում, որովհետև որոշ մատակարարներ կան, որ ունեին պայմանավորվածություն, ասենք 10 օրվա ընթացքում վճարման ու պահպանվում էր, իրանք դա իմպլեմենտացնում են, որ 30 օրը դարել է պարտադիր։ Ոնց որ բայց օրենքով տենց բան չի ասում, էլի 30-60-ը դրանք առավելագույնն են, ոչ թե որ օրինակ ունեք պայմանավորվածություն 10 օրը մեկ վճարման, ինքը ավտոմատ դարավ 30 կամ 60 ու երկրորդ իր էլեմենտը, այսինքն ինչ որ ցանցեր մտնելու ու քիչ շատից ավելի թափանցիկ կանոններ, դա լա բան, որովհետև ինձ շատ են դիմել, գալիս են ասում են, այս ինչ ցանցն ենք ուզում մտնենք ու մեկ ճանաչում ուն կարելի է դիմել կամ գալիս են ասում են, այս ինչի սեփականատիրոջ, չգիտեմ, աղբոր տղու հետ ընկերություն ենք անում, մի հատ գնանք, տենանք, տեսնենք ինչ կարանք անենք, ոնց որ էդ էլ է դառնում ավելի ցիվիլ, ավելի պարզ, դա էլ է ոնց որ շատ կարևոր։ Կայքում այդ բոլոր կանոնները մուտքի արդեն պարտադիր են ու մենք ստուգել ենք այս մասով բոլոր
առևտրային ցանցերը այդ մասով արդեն ներկայացրել են կայքում ինչ կանոններով ու ոնց կարելի է մուտք Ես ճիշտ եմ հասկանում, որ թե բիզնես եմ, ուզում եմ ինչ-որ մի հատ ցանց օրինակ չիր տամ, կանոնները կարդում եմ, բավարարում եմ, մտնում եմ, մտեղ էլ խնդիր լինում, դա էլ կարա լինի բողոքի առարկա, Այո, եթե օրինակ կանոն է գրած ու այդ կանոնին դուք համապատասխանում եք, բայց այդ կանոնին համապատասխան օրինակ կարելի բիզնեսին վերցրել են, ընդունել են առևտրային ցանցից, ես չեն ընդունել, դա արդեն կարա հիմք հանդիսանա, որ խտրականություն է տեղի ունեցել, ու մապահան այս մասով եւս ուսումնասիրություն անում։ Մի կտոր էլ կա, որը որ քննարկման վերջում փորձենք նաև այս մասին խոսել, խոսքը ՓՄԶ-ների համար ֆինանսների հասանելիությունն է, այդ առումով ինչ վիճակ ունենք, իհարկե տարբերակներ կան ֆինանսավորման աղբյուրներ, ինչքանով են դրանք մատչելի, արդյոք դա խնդիր դառնում է, թե լուծելի է։ Այսօր հիմնականում բնականաբար վարկերի միջոցով է ներկայացված շուկան, բայց ես ուզում եմ մենք մի քայլ հետել նայենք, տեսնենք թե ինչ այլընտրանքային տարբերակներ կային ու հիմա կան։ Ու ելի գալիս ենք այսպես իրազեկվածության մասին։ Մենք ժամանակին 2021-22 թվականներին կենտրոնական բանկի հետ նախաձեռնեցինք, որպեսզի crowdfunding-ի կարգավորումներ նաև մշակվեն։ Crowdfunding-ը այնց ինչ է ենթադրում, այն ինչ ժամանակին բոլորը խոսում էին, բայց պարզվեց օրենսդրական բազան դրա չկա։ Շատ պարզ է իմաստային crowdfunding-ի միջոցով դու կարողանում ես 10, 50, $100 ներգրավել տարբեր գործընկերներից, սովորական ֆինանսանցից, եւ այդ գումարը ոչ թե լինի բարեգործություն, այլ ավտոմատ վերածվի բաժնեմասի, ապագա ստեղծող ընկերության մեջ։ Ու այս մասով, քանի որ նորմատիվները կենտրոնական բանկի այն ժամանակ թույլ չէին տալիս, աշխատեցինք բավականին երկար նաև ԶԵԲ-ի մեր այլ գործընկերների հետ եւ մշակեցինք այս նորմատիվները, որպեսզի կանոնակարգ սահմանվի, թե ոնց դու կարող ես որպես բիզնես ստեղծել crowdfunding պլատֆորմ, այդ պլատֆորմայի միջոցով ներգրավես գումարներ։ Այս պայծրությամբ արդեն կա մեկ crowdfunding պլատֆորմ, որի միջոցով հնարավոր է որ բիզնեսը գրանցի իր պրոյեկտը, այս պրոյեկտի միջոցով ներգրավի գումարներ։ Մեկ այլ մեթոդ է օրինակ, որը էլի շատ քչերը կարծում եմ գիտեն, crowdfunding, բայց fundraising-ի ֆորմատով, ոչ թե ներդրումների։ Այնանք Հայաստանում կա crowdfunding ֆորմուլա կազմակերպություն, որը մարքեթինգային կազմակերպություն է, որը օգնում է տարբեր տեսակի բիզնեսներին ինկուբացիոն, աքսելերացիոն ծրագրերում ու դրանից հետո նաև օգնում է, որպեսզի fundraise անեն աշխարհից։ Մեխանիկան այնտեղ ոնց է աշխատում, դու գալիս ես որոշակի խնդրով, որը պետք է լուծես consumer-ի համար, հա, սպառողի համար, ու դրա ինժեներական պրոտոտիպն ես առաջարկում, հա, երևի կհիշեք Վոլտերմանը, երբ որ այսպես մեջ ընկավ կամ շատ այլ պրոդուկտներ։ Իմաստը այն է, որ հաճախորդի համար, առօրյայում ֆիզանցի համար բախվող խնդրի ինժեներական լուծում լինի։ Ու սրանից հետո իրենք սկսում են fundraising անել, գումարներ են հավաքագրում pre-sale ֆորմատով, հա, այսինքն դու նախավաճառք ես անում, որ երբ արտադրությունը սկսվի, այս առաջին միավորները ձեզ կուղարկվեն discounted գնով։ Ու մարդիկ Հայաստանում լինելով իրանք աշխարհի top 3 ամենամեծ կազմակերպություններից են, որոնք մարքեթինգային ծառայություններ են մատուցում fundraising-ի գծով։ Ու յուրաքանչյուր campaign, որ նայում եք իրանց 1.5-2 միլիոն դոլարի campaign կարողացել են այդքան հավաքագրեն բիզնեսի համար ու արտադրության համար սկիզբ դրան։ Էլի միջին վիճակագրական որևէ բիզնես Հայաստանում սրա մասին չգիտի։ TCF-ի հետ խոսում ենք, ասում են մենք շատ ցավում ենք, որ Հայաստանից քիչ դիմորդներ կան, հա, այս պայծրությամբ իրանց մոտ 70 պրոդուկտների պորտֆոլիոյում հայաստանյան պրոդուկտները 3-ն են ընդամենը Հայաստանից եկած։ Ու այս մասով կարծում շատ մեծ աշխատանքի կարիք կա։ Ինձ թվում է, որ նախ մի հատ միտք ասեմ, այդ միտքը երևի մի 10 տարի առաջ մի հատ այնց բանկային համակարգի բառ ներկայացնեց մեկ հետ զրուցում ենք, ու ասում էր, որ լավ բիզնես միջավայր ունենալու համար պետք է երկու բան՝ հասանելիություն ֆինանսներին ու հասանելիություն գիտելիքի։ Հիմա մենք ոնց որ բանը
ոչ ոք չի ասում, որ ես անգրագետ եմ, բոլորը ասում են, ես փող չի հերիքում, բայց իրականում մենք գիտելիքի լուրջ պակաս ունենք ու հմտությունների ու կրթվելու ու ընդհանրապես մենք շատ թերագնահատում ենք, հա, կրթությունն ու գերագնահատում ենք մեր ունեցած փորձն ու գիտելիքը։ Ինձ թվում է դա խնդիրը, որովհետև IT-ն այնուամենայնիվ մրցակցելով աշխարհում ամեն օր հասկանում է, որ պետք է աշխատի իր վրա ու բանանի, ոնց որ զարգացնի հմտությունները, մի քիչ մեր արտադրողները ու մնացած ոլորտի բիզնեսմենները չեն ուզում ժամանակ ծախսեն, հետազոտություն անեն, հասկանան, թե ոնց է լինում ինչ-որ խնդիրներ եւ այլն, այդտեղ մենք լուրջ խնդիր ունենք ու նայ, դու կարաս ունենաս լիքը լավ ինժեներներ, բայց պետքա ձեռներեց, որը տեսնի ինչ-որ մի ապրանքի պահանջարկ, այդ ընկալի հասկանա, թե ոնց կարելի է այդ խնդիրը լուծել ու հետո խնդիր դնի ինժեներների առաջ, հա, մենք հիմա ոնց որ ինժեներական ինչ-որ այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց այդ մարդիկ ու ամենադժվարն է երևի այդտենց մարդկանց ստեղծելը, էլի, ոնց որ բան ենք անում։ Ընդ որում մի հատ ուրիշ բան ասեմ, մի հատ ուրիշ դիտարկում, այս ռելոկացիայի ալիքի ժամանակ եկած մարդիկա, իրանք բարձրաձայնում են լիքը խնդիրներ մեր մոտ որ կա, որը մենք չենք տեսնում, որովհետև հարմարվել ենք, հա, ու բան ենք արել։ Ու փոխանակ այդ խնդիրները մենք տեսնենք որպես բիզնես հնարավորություն ու ինչ որ բաներ անենք, դից ասում ենք դուր չի գալիս, հələ գնացեք ձեր Մոսկվաները։ Ու այդ բանն էլի մոտեցումն է, որ մենք հենց խնդիրը տեսնում ենք, իրան նեգատիվ ենք վերաբերվում, փորձում ենք բան անենք, ասենք այդ մերը չի, մենք բան չի, ոչ թե հնարավորություն ենք տեսնում։ Հիմա կոնկրետ ես համաձայն եմ ես գիտելիքի մասով որ ասում ես, բայց կոնկրետ աշխարհի տեսանկյունից, երբ որ նայում ենք հիմա հայաստանյան ընկերությունների մրցունակությունը ընդհանուր առմամբ, այս վերջին փոփոխությունների հետևանքով բավականին շատ լավ ու լուրջ ընկերություններ են հայտնվել, լավ տեխնոլոգիապես զինված, որոնք կարողանում են բավականին լուրջ հայտեր ներկայացնել միջազգային տարբեր ցանցերում լինելու առումով, բայց այստեղ գալիս ենք հանգում ենք մի շարք հարցերի, որը Հայաստանը դարձնում է ոչ շատ մրցակցային։ Ինչքան էլ մենք արտահանման ուղղված տարբեր աջակցության ծրագրեր մշակենք, սերտիֆիկացման աջակցություն, պրոմոների աջակցություն եւ այլն, հիմնական խնդիրը միշտ արտահանողի համար մնում է լոգիստիկան։ Էլի կանխատեսելիության տեսանկյունից, հա։ Մենք մի պահ մտածում ենք լոգիստիկայի մասով ավելի այսպես խորը աջակցության ծրագրեր մշակենք, բայց հետո հասկացանք, որ պետք է նաև դիտարկել capacity-ն, հա, այսինքն cargo flight-երը, օրինակ ինչքան են Հայաստանից, կամ այդ cargo-ն ինչքանով է կարողանում փակի այն պահանջարկը, որը կա, կամ այդ պահանջարկը կա, թե չէ։ Օրինակ ելակ միշտ խոսում ենք այսպես արտահանման դիվերսիֆիկացիայի մասին, չէ։ Ու իմ խորը համոզմունքը այն է, որ մեր դիվերսիֆիկացիայի ամենակարճ ճանապարհը Պարսից ծոցի երկրներն են, ոչ թե Եվրամիությունը։ Մասնավորապես Արաբական Ամիրությունները, Սաուդյան Արաբիա, Բախրայն, Քուվեյթ եւ այլն։ Բայց երբ որ օրինակ ելակ արտադրողներին մենք հավաքեցինք, բոլոր որոնք արդեն իսկ լավ փորձ ունեն այս շուկաներ մուտք գործելու, շատ հետաքրքիր բան մեզ համար բացեցինք, որ ոչ թե պահանջարկ չկա այդ շուկաներում, դրա համար չեն մեծացնում։ Օրինակ արտադրող կար, որ 4 տոննա շաբաթական արտահանում էր Աբու Դաբիի, առևտրային ցանցերում ներկայացված էր, ու շաբաթական իրանից ուզում էին 12 տոննա։ Ինքը չէր կարողանում արտահանել, որովհետև կարգո չկար այդքան Հայաստանից գնացող։ Նույնիսկ մի պահ իրենք մեզ ասում են, որ մտածում են հավաքվեն միասին ու չարտեր կարգո վարձեն, որպեսզի այդ գիծը այնց միշտ լինի։ Ու այս խնդիրը է իրական, որովհետև երբ որ ինչքան էլ մենք ասենք, այ եկեք սերտիֆիկացնենք այս մարդկանց, եկեք օգնենք, որ էքսպոներին մասնակցեն եւ այլն, պետք է նայել այն միավորը, որ այդ ամեն ինչը արել է, արդեն վերջնակետում է։ Ինչ խնդիր է։ Հիմա այս մարդը այս ամբողջը արել է։ Ու եկել է այն ամենակարևոր կետին, որ որևէ խնդիր չունի պահանջարկի, այսինքն այնից ուզում են, բայց ինքը չի կարողանում ուղարկի։ Այս առումով մենք մի հատ այսպես գաղափար ունենք, որպեսզի տեղական կարգո ընկերությունների որոշակի աջակցություն լինի, որպեսզի սկզբնական շրջանում կարողանան մեծ ծավալ ապահովեն ու հետո արդեն ինքնարժեքը իջացնելով, երբ որ աջակցության ծրագիրը ավարտվի, արդեն ծավալի հաշվին կարողանան այդ շուկաներում մնան, բայց այստեղ բախվեցինք մեկ այլ խնդրի, մեր
Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք լիցենզավորվել են Հայաստանում, իրենք Եվրամիության սև ցուցակում են ու նաև Արաբական Էմիրությունների սև ցուցակում են, այսինքն այստեղ գրանցված ֆլիթը, կարգո ֆլիթը ինքը չի կարող այդ երկրներ թռիչքներ իրականացնի, որը կնշանակի, որ եթե աջակցության ծրագիր է անում Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն ստացվում է, որ պետք է սուբսիդավորի մեկ այլ երկրի ընկերությանը։ Բայց այս մասով հենց միջև այստեղ գալը լավ նորություն կարդացի, որ այս մասով օրենսդրական փոփոխությունների փաթեթը ընդունվել էր ու այնտեղ վերահսկողության վերաբերյալ մի շարք պահանջներ կային Եվրամիության կողմից, որոնք եւս պրոցեդուրալ առումով վերջնակետում են ու արդեն ուղարկել են հայտ Եվրամիություն, որպեսզի սև ցուցակից Հայաստանը դուրս գա։ Այս նույն process-ը Արաբական Էմիրությունների պարագայում է։ Դրա համար հուսանք, որ երբ որ այս փոփոխությունը լինի, մենք էլ կկարողանանք ավելի ազատ մտածել տարբեր աջակցության ծրագրերի ուղղությամբ։ Մեկ է ոնց որ արտահանման տեսակետից աֆրիկական պետությունն է մեջ, այդպես բարբերաբար խոսում, որ մեծ պոտենցիալ կա այդ կողմերը արտահանելու պահանջար կամ Ես միշտ զարմանում եմ, մենք աֆրիկյան պետությունները ինչի չենք դիտարկում, ես նաև ժամանակին launch էի արել ու հիմա էլ գործում է exportarmenia.com պլատֆորմը, ու մենք այնտեղ շատ ենք տեսնում, որ աֆրիկյան ընկերություններից գալիս են հայտեր, հայաստանյան ընկերությունների, գինեգործների, կոնյակագործների, գյուղատնտեսության բլոկի ու ես երբեք չեմ հասկացել մեր ընկերությունների արհամարհական վերաբերմունքը այս մասով, որտեղ օրինակ Տանզանիայի առևտրային ցանցերում, օրինակ գինու բաժնում, արտասահմանյան գինու բաժնում ամեն երկրորդ շիշը մոլդովական է, հա, մոլդովական գինի են վաճառում, պես չէ որ մոլդովյան գիտեն ինչ է, բայց Տանզանիայում օրինակ հայկական համայնք կա, հայկական ներկայացվածությունը բավականին ուժեղ է, հայկական լոբին մեծ է։ Ու երբ որ այս նույն հայտը եկել էր մեր գինեգործներին, մերոնք ասացին, ինչ Տանզանիա։ Իմ համար է տարօրինակ է, կամ Հարավային Աֆրիկա, կամ այլ որտեղից են Գանա, ես այն բաներն եմ ասում, որ մենք պլատֆորմով տեսնում ենք, այդտեղից հայտեր են գալիս, ու հայտը եկել էր այն տրամաբանությամբ, որ մենք ուզում ենք մեր ամբողջ մոլդովական ներկայացվածությունը փոխարինենք հայկականով։ Լոգիստիկայի տեսանկյունից ուղարկել գինիներ Տանզանիա կամ Հարավային Աֆրիկա նույնն է, նույնիսկ ավելի էժան, քան ուղարկել ԱՄՆ օրինակ կամ Ավստրալիա։ Բայց երբեք դա չեմ հասկացել, մենք կարծում եմ այդտեղ էլ մեծ աշխատանք ունենք անելու, որովհետև աֆրիկյան երկրներում հայկական ֆուտպրինտը բավականին մեծ է։ Ու դու այդ զգում ես, երբ որ գնում ես այդ երեսինք Սվազիլանդում օրինակ, հայկական եկեղեցի կա։ Հարավային Աֆրիկայում օրինակ հայկական կոնգլոմերատ կա, որը աշխատում է Բրազիլիայի հետ արտահանման ուղղությամբ, որոնք հետաքրքրված են նաև այստեղ։ Բրազիլիայում օրինակ ավելի հեռու էլ գնամ, հա։ Բրազիլիայում առևտրային ցանցերից մեկի ամենախոշոր ցանցերից մեկի կոմերցիոն տնօրենը հայ է, որը եկել էր Հայաստան ու դիտարկում էր այդպես տարբեր պրոդուկտների արտահանում, չրեր եւ այլն։ Ինձ թվում է նաև ինչ որ կոմֆորտի զոնա է մեր արտահանողների համար շատ դեպքերում ստեղծվել ու միգուցե նաև ինչ որ չափով վախ այն շուկաների վերաբերյալ, որոնց մասով իրանք ինֆորմացիա չունեն։ Ու շատ դեպքերում մեկ-մեկ օրինակ մի արտադրողի հետ խոսում եմ, ասում եմ, ու այս Բրազիլիայի տարբերակը շատ լավն է իրականում, ինչի չես համաձայնվում։ Այս վարանտով ասում եմ, բայց շատ ինչ որ հեշտ է ստացվում։ Ասում եմ, տենց ինքը եկավ առաջարկեց շատ բարձ է ինչ որ ամեն ինչ ստացվում մի բան է։ Վճարման պայմանները ոնց է, այսինքն էլի շո կրեդիտով են տալիս, միգուցե դա խնդիրը։ Տարբեր մոդելներ են, այսինքն մարդիկ կան credit letter-ով են անում, մարդիկ կան advance payment-ով են անում։ Դեպքեր են եղել, որ նույնիսկ կոնկրետ մի քանի հայկական էլեմենտ ունեցող տրանզակցիաների դեպքում ասել են թող ապրանքը ոնց որ ներկայացված լինի, պետք չի որ, այսինքն ինչ որ ես upfront կտամ բավականին մեծ գումար։ Ես ինքս ուզում եմ թեստ անեմ, հա, ինքը աշխատում է թե չէ։ Չեմ կարծում որ գցվելու բանը ռիսկը էական չի։ Ես այսպես ասեմ, հա, որ շատ են եղել դեպքեր, որ այդ ռիսկը եղել է մինիմալ, բայց մեկը այդ վախը մնացել է։ Ու այդ էլի գալիս է
բանից, հա, նախադեպ ստեղծելու կարևորությունից։ Ուզում եմ ասեմ կարող է որ օրինակ ինչ որ աջակցություն լինի, ինչ որ պետական թեկուզ երաշխավորություն լինի, հա, այսինքն ինչ որ կառույց լինի, որը չեկանի, ասի որ արխային մենք կվերցնենք այդ գումարը, դու գումարը կստանաս, ոնց որ այդ հեշտացնի իսկ 1-2-3 տրանզակցիա անելու հետ կապված։ Դե նախ այդ շատ վտանգավոր հատված է գնալու համար երաշխավորությունների, բայց նույնիսկ եթե այդ տրամաբանությունը լիներ, WTO-ի կանոնակարգերը մեզ թույլ չեն տալիս էքսպորտի ուղիղ սուբսիդիա անել, այսինքն դա արգելված կանոն է, բայց այստեղ ասում եմ էլի նախադեպերը ես տեսնում եմ, որովհետև նախադեպերի մասով ինչքան կարևոր դեր են խաղում։ Օրինակ ընկերություն ունենք գինեգործական, որը գինի սկսեց արտահանել Ճապոնիա, ու Ճապոնիայում ինքը ներկայացված էր բոլոր FNC ռեստորաններում, հա, հիմնականում։ Մարդիկ, որոնք Ճապոնիայի մասով ընդհանրապես չէին մտածել, այլ արտադրողներ նաև, սկսեցին Ճապոնիա արտահանել չրեր, սկսեցին Ճապոնիա արտանել էլի գինիներ, սկսեցին այդ ցանցերի հետ նորից աշխատել, բայց նույն այս գործընկերների հետ, որ խոսում ես, էլի լոգիստիկայի մասով իրանց մոտ խնդիր է։ Մեկ այլ բան իրազեկվածության մասով, օրինակ, որ էլի մենք նախաձեռնեցինք, երբ որ արժույթի տատանումներ էր լինում, բնականաբար արտահանողների համար շատ ծանր շրջան էր, ու երբ որ արտադրողներին ասում ես, նու գնա օպցիոնով, օրինակ, արժույթը ֆիքսի, այդտեղ պարզեցինք, որ բոլոր բանկերը օպցիոն ունեն պորտֆելում, բայց որ հասեցինք երբևէ օգտագործել, ինչ-որ ոչ մեկ չի օգտագործել։ Բայց հետո որ ավելի խորը նայեցինք, հասկացանք, որ նաև չեն օգտագործել նրա պատճառով, որովհետև օպցիոնի մասով որևէ կարգավորում չկա մեր օրենսդրության մեջ։ Թեթև նշվում է, որ դերիվատիվ գործիք է եւ այլն։ Այդ մասով էլ մեծ փոփոխություն սկսեցինք, այս այն փոփոխություններից էր, որ ասում եմ, որ 3 տարի առաջ ենք սկսել, դեռ այսպես պրոցեդուրալ մասով չենք հասել վերջնակետին։ Բայց մեր ոդկասթը հասավ վերջնակետին։ Շնորհակալություն Ովսեփ ջան, իրականում այդ թիվը 47 բիզնես աջակցության ծրագիր բիզնեսի համար, օրինակ ինձ համար տպավորիչ էր, ու կարծում եմ նաև շատ բիզնեսների համար, այնպես որ հետևեք թե ներդրումային խորհրդի գործունեությանը, որտեղ շատ հնարավորություններ կարող են բացվել բիզնեսի համար եւ բնականաբար նաև հետևեք How to Be-ին, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ մնացած հարթակներին, որտեղ պարբերաբար նաև բիզնեսի համար օգտակար տեղեկատվություն կլինի։ Այսօրվա ֆինանսական բանականությունը այսքանն է, շնորհակալություն ձեզ, կհանդիպենք։